Կուզեմ մեկ անգամ ևս սիրելիներ ավանդական, բայց ոչ սովորական խոսքերով ողջունեմ։ Քրիստոս ծնվավ եւ հայտնվեցավ։ Այո, երբեմն շատ մարդկանց համար ավանդական խոսքեր են, բայց շատ քչերի համար են այս խոսքերը ոչ սովորական, որովհետեւ շատ քիչ մարդիկ են հասկանում այս խոսքերի մեջի իրականությունը։ Երանի են մարդկանց, որ իրոք բացվել է այդ Քրիստոս կյանքի հայտնությունը, սիրելիներ։ Աստծո ողորմությամբ Մատթեոս ավետարանից մի քանի համարներ եմ ուզում ընթերցեմ այս հրաշափառ գեղեցիկ օրվա կապակցությամբ, սիրելիներ, որովհետև սա համայն մարդկության, ես կասեի ոչ միայն քրիստոնեական աշխարհի, այլ համայն մարդկության համար կարևորագույն օր է։ Քրիստոսի ծննդյան օր, որ կարծես թե սրա մեջ մեր ամեն մեկիս իղձերը, ցանկություններն, նպատակներն ու փափագները իրականություն են դառնալու։ Ուրեմն պիտի կարդամ Մատթեոս ավետարան առաջի գլուխ 20 համարից։ Եվ նա որդի կծնի, եւ նրա անունը Հիսուս դնես, որովհետեւ նա իր ժողովրդին կփրկե իրանց մեղքերից։ Եվ այս ամենը եղավ, որ կատարվի մարգարեի ձեռից Տերից ասվածը, որ ասում է. ահա կույսը կհղիանա եւ որդի կծնի, եւ նրա անունը Էմանուել կկանչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Եվ կուզեմ մեկ համար ևս կարդամ Եսայի մարգարեությունից, Եսայի մարգարեություն 9-րդ գլուխ 6 համարի հենց առաջի պարբերությունը։ Եսայի մարգարեություն 9-րդ գլուխ 6 համարի առաջի պարբերություն, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ եւ մեզ մի որդի տրվեցավ։ Փառք Քրիստոսին, նրա համար, որ իրոք ինչպես Սուրբ Գիրքը, երբ որ կարդում են գրված է, որ ամոթ արհամարելով հոր առջև ունեցած այդ ողջ ուրախությունը, այդ ողջ փառքը ամեն ինչ մի կողմ դնելով իջավ մարդացավ հանուն մեղավոր մարդու։ Ծնվեց, որպեսզի իր հրաշափառ ծնունդով շատ շատերի կյանքի մեջ բերի կյանք։ Ինչպես Հովանու ավետարանի մեջ 10-րդ գլխի 10-րդ համարի մեջ ասում է, որ ես եկա, որպեսզի կյանք ունենաք եւ ավելին ունենաք։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Հակիրճ կուզեմ ընդամենը մի քանի խոսքով, որպեսզի եղբայրները եւս շարունակեն, մի քանի բան ասեմ։ Մեզ մի մանուկ տրվեց, այդ մանկան հայտնության ողջ նպատակը ինչու էր։ Միգուցե հիմա էլ այստեղ ցանկացած իրավիճակների մեջ մարդիկ կան, ոմանք պատերազմների մեջ են, ես խոսում եմ ներքին պատերազմների, ոմանք կապերի ու կապանքների, ոմանք դժվարությունների ու պրոբլեմների, ոմանք խնդիրների, ոմանք այլ բաների մեջ, կուզեմ այս խոսքը իրապես հայտնություն եւ մխիթարություն եւ սփոփություն լինի ամեն մեկիս համար։ Նա ծնվեց, որպեսզի մենք կյանք ունենանք։ Նա ծնվեց, որպեսզի մեր ներսի այդ խնդիրները կարգավորի։ Հիմա միգուցե մարդիկ լինեն, ասեն, բա ես որոշակի ժամանակ գալիս եմ Աստծո տուն, կարդում եմ ավետարան, բա ինչի՞ չի, այդ խնդիրները կարծես լուծվեն։ Հայտնության 3-րդ գլխի մեջ այսպիսի խոսքեր կա գրված. ահա կանգնած եմ սրտի դռանը ու թակում եմ, ով որ բացի պիտի մտնեմ։ Այդ խնդիրների, այդ փոթորիկների, այդ դժվարությունների եւ պրոբլեմների լուծումը միայն մի դեպքում է, երբ որ ես կբացեմ իմ սրտի դուռը անկեղծորեն, ոչ թե ձևական պաշտամունքների գալ գնալով, ոչ, երբ որ իրոք ես կասեմ, որ այո Տեր Հիսուս Քրիստոս, ես ունեմ քո կարիքը իմ կյանքի մեջ, դու ծնվել ես նրա համար, որպեսզի իմ ներսի անխաղաղ վիճակը փոխես խաղաղության,
Դու եկել ես, որպեսզի ամեն ժամանակ ու ամեն պարագա ինձ հետ քայլելով իմ կողքին լինես եւ ինձ հասցնես հավիտենական արքայություն, հավիտենական կյանք եւ հավիտենական փրկություն։ Դրա համար անկեղծորեն սիրտը բացել է պետք։ Անկեղծորեն այո խոստովանվել է պետք։ Անկեղծորեն ասել է պետք, որ այո ես ունեմ քո կարիքը Քրիստոս։ Մեզ մի մանուկ տրվեցավ։ Այդ մանկան մեջ կար ամեն բանի մեջ պարփակված։ Նա է ամեն բանի մեջ։ Հայտնության գրքի մեջ գրված է, որ նա է տերերի տերը, թագավորների թագավորը։ Նա է այն Աստվածը, որ այո փոթորիկների եւ երկրային բոլոր տաներիքների վրա իշխանություն ունի, երբ որ փոթորիկ էր եւ հրամայեց եւ քամիները դադարեցին, աշակերտները զարմացան, ով է սա։ Այո, երբ որ այդ Քրիստոս կծնվի իմ եւ քո կյանքի մեջ, իրական ծնունդը տեղի կունենա։ Այդ հայտնությունը, որ մենք ասում ենք օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, երբ որ իրականության մեջ կհայտնվի մեր կյանքերի մեջ, մեր ներսի խնդիրները անշուշտ պիտի լուծվեն, որովհետև Եսայի մարգարեության 9-րդ գլխի հետագա համարների մեջ ասում է, որ նա կլինի հզոր Աստված, խաղաղության իշխան, այո սքանչելի, նա կգա իմ ու քո կյանքի մեջ։ Նրա ծննդի ամբողջ էությունը կայանում է սրանում, որպեսզի հայտնվի ամեն մի անհատի սրտի մեջ, անկախ ազգից, լեզվից, ցեղից, մաշկի գույնից, անկախ իր սեռից, անկախ ամեն ինչից, նրա ծնունդը կայանում է սրանում, որպեսզի գալով եւ ծնվելով եւ հայտնվելով կյանք բերի իր հետ։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Այն մարդը, որ Եդեմական պարտեզի մեջ կորցրեց այդ կենթանությունը, Աստծո հետ ունեցած կապն ու հաղորդակցությունը Քրիստոսի ծննդով, շանս եւ հնարավորություն կա նորից վերականգնելու, նորից վերագտնելու։ Թող Տերը օգնի սիրելիներ, որ այո այսօրվա օրը ամեն մեկիս համար ուղղակի սովորական օր չլինի։ Եկանք պաշտամունքի ու գնացինք։ Ոչ, լինի արտասովոր մի օր։ Արտասովոր ի նկատի ունեմ Քրիստոսի հայտնության առումով։ Արտասովոր, որ իրոք Քրիստոս այսօր ծնվի ամեն մի սրտի մեջ եւ իր ծննդով բերի կյանք, բերի զորություն, բերի թարմություն, բերի մխիթարություն, բերի ուժ եւ կարողություն, բերի դիմակայության եմ հոգին, որ կարողանանք մենք այո դիմակայենք ու հասնենք տեղ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Կուզեմ, որպեսզի կանգնենք ոտքի։ Խնդրենք, որ իրապես Աստծո որդու կենթանի հայտնությունը լինի ամեն մեկի կյանքի մեջ։ Հիմա նա գիտի ամեն մեկիս, որտեղ որ կանգնած ես։ Միգուցե մտածում ես, որ ոչ մեկը չգիտի, չի տեսնում, ինչ որ մեկը կա, որ տեսնում է, ինչ որ մեկը կա, որ գիտի, եւ ինչ որ մեկը կա, որ այսօր թակում է, եւ ուզում է, որպեսզի բացենք մեր սրտի դռները եւ իր հայտնությունով բերի այդ ծնունդը, այդ մանկան հայտնությունով լինի այդ թագավորությունը, լինի այդ իշխանությունը, լինի այդ ուրախությունը, լինի այդ հաղթությունը Տիրոջ անունը թող փառավորվի, ով երկնային Սուրբ Թագավոր